Ողջույն հարգելի բարեկամներ, այսօր Civilnet podcast-ի տաղավարում հյուրընկալել եմ լրագրող հայկական ուսումնասիրությունների անի կենտրոնի ղեկավար Թաթուլ Հակոբյանին։ Ողջունում եմ ձեզ Թաթուլ, ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Նմանապես։ Թաթուլ, իհարկե մեր տարածաշրջանում շարունակում են մտահոգիչ զարգացումները, մասնավորապես մեզնից ոչ հեռու Իրանի շուրջ պատերազմ է ընթանում արդեն 1 ամսից ավելին եւ մենք ուշիուշով հետևում ենք, բայց մի պահ կենտրոնանանք այն թեմաների շուրջ, որոնք որ առավել շատ են հենց մեզ են վերաբերում եւ շատ կարեւոր խնդիր են։ Խոսքը խաղաղության գործընթացի մասին է, կարծեք թե այդ խնդիրը որևէ տեղ չի գնացել, այլ ավելին խորհրդանական ընտրությունից առաջ այդ թեման ինչ որտեղ նաեւ տաքացվում է եւ այդ խոսույթները այդ թեմայի շուրջ ավելի են գնալով ուժ գնանում խաղաղության գործընթացի հետ կապված այս համատեքստում նախ եւ առաջ ուզում եի ձեզ հարցնել ըստ ձեզ խաղաղության գործընթացում մենք որտեղ ենք գտնվում եւ ըստ ձեզ մենք այս գործընթացում որքան ենք ինստիտուցիոնալ կերպով առաջ ընթանում Եթե կարճ բնորոշում տամ, կարծում եմ մենք այս պահին խաղաղ անորոշության փուլում ենք, բայց խաղաղություն կա իհարկե, հռետորաբանության հակահայ եւ հակաադրբեջանական այդ հռետորաբանության գրեթե իսպառ բացակայություն է, ինչը լավ է խաղաղության համար, խաղաղության երկարաժամկետ խաղաղության համար, բայց մյուս կողմից պետք է տեսնենք, որ առաջընթաց չկա փաստաթղթային իմաստով, որովհետեւ Ադրբեջանը դրել է նախապայմաններ, հայկական կողմը, որքանով որ ես հասկանում եմ, ասել է, որ այդ նախապայմանները մենք իրականություն կդարձնենք, որից հետո միայն Ադրբեջանը կստորագրի կամ չի ստորագրի, կարծում եմ կստորագրի արդեն, այդ փուլում ենք մենք, այսինքն Ադրբեջանը եւ Թուրքիան սպասում են, որ Հայաստանում տեղի ունենա նաեւ սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, այդ հանրաքվեն տեղի ունենում Ադրբեջանի պահանջով, Հայաստանի իշխանությունները համաձայնվել են այդ պահանջների հետ, սկզբում շատ այսպես այդ մասին բաց չեն խոսում, բայց հիմա պարզ է, որ պետք է սահմանադրությունից նախաբանից հանվի այն կետը կամ նախաբանը, չգիտեմ ինչպես է դա ձևակերպումը տրվելու, որը հղում է անում անկախության հռչակագրին, որտեղ ասվում է, որ ուրեմն Լեռնային Ղարաբաղն ու Խորհրդային Հայաստանը վերամիավորվում են նկատի ունեմ 89 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը եւ Լեռնային Թուրքիայի պահանջը պիտի իրականացնենք հավանաբար, դա հռչակագրի կետերից մեկն է, որտեղ խոսք է գնում Արևմտահայաստանի եզրույթի եւ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին։ Սրան են սպասում Թուրքիան եւ Ադրբեջանը, որից հետո կրկնում եմ, կամ կբացեն, կամ չեն բացի, բայց կարծում եմ, որ ավելի մեծ է հավանականությունը, որ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն։ Բայց գիտեք, տարածաշրջանում այնպիսի բաներ են տեղ ունենում, որ մի քիչ կանխատեսում անել են, ամիսների կտրվածքով շատ մեծ դիվանագիտական եւ փորձագիտական շռայլություն է, ով կպատկերացներ, որ Ուկրաինան ու Ռուսաստան իրար դեմ կպատերազմեն, Ուկրաինան կներխուժի 4 տարի կշարունակվի, այնպիսի բաներ են տեղ ունենում, որ դրա համար ես փորձում եմ ոչ միայն ամիսների, այլ նաև շաբաթների կանխատեսում չանել, որտեղ այնքան արագ ամեն ինչ տեղի ունենում տարածաշրջանում եւ ընդհանրապես աշխարհում։ Շատ լավ, իրականում մեր հայկական կողմը պաշտոնական մակարդակում, որքան որ հասկանում եմ, նրանք նշում են, որ իրականում այդ փոփոխությունները սահմանադրական, դրանք բնականաբար ոչ թե Ադրբեջանի կամ Թուրքիայի պահանջով են, այլ հենց հայկական կողմն է դա նախաձեռնել։ Ուզում եմ հասկանալ ընդհանրապես այս ստեղծված վիճակում այն արհավիրքից հետո, պարտությունից հետո, որ մենք գտնվում ենք եւ փորձում ենք վերականգնվել, նախաբանի հեռացումը դա էական իրադարձություն է, թե չէ։ Շատ կարևոր հարց է եւ սա մի հարց է, որի մասին ինչ են կորցրել, ինչ հետևից են ընկել։ Հա, ճիշտ եք ասում։ Այս մասին ժամանակին շատ քչերն են խոսել։ Այդ քչերից մեկը ես եմ եղել, որ միշտ հարցականի տակ եմ դրել, ասելով մեզ ինչ է տալիս իրավական փաստաթղթի մեջ, իսկ անկախության հռչակագիրն ու սահմանադրությունը իրավական փաստաթուղթ են, չէ՞, դնել քաղաքականություն եւ ավելին պատմություն։ Ինչ է դա մեզ տալիս։ Ես կարծում եմ, որ 90 թվականին քաղաքական իմաստով կոպտագույն սխալ է թույլ տրվել
եւ դա չպիտի արվեր։ Եւ այդպես մտածողներ այն ժամանակ էլ կային։ Այո, կային։ Լևոն Տեր-Պետրոսյաններ դեմ, Ռաֆայել Իշխանյաններ դեմ եւ ՀՀՇ-ի այսպես ասեմ, շատ ավելի ռեալ պոլիտիկ մտածողների այդ շերտը դեմ էր եւ ամեն ինչ անում էր, որ այդ կետը չմտցվի, բայց փաստաթուղթ ընդունվեց կոնսենսուսով եւ այդ կետը մտավ։ Դա կրկնում եմ, դա սխալ էր, բայց այդ կետը պետք է հանվեր ոչ թե դրսի ուժերի, տվյալ դեպքում Ադրբեջանի ու Թուրքիայի թելադրանքով, այլ այդ կետը օրինակ կարող էր հանվել։ Ես կհավատայի Հայաստանի իշխանությունների անկեղծությանը, եթե նրանք այդ կետը օրինակ մտցրած լինեին, հիշում եք, չէ, որ 2020-ին էլ ԱՅՈ-ի քարոզարշավ էր ընթանում եւ պետք է սահմանադրություն փոխվեր, բայց կորոնավիրուսի պատճառով այդ սահմանադրական փոփոխությունները անորոշ ժամկետով հետաձգվեցին եւ այդպես էլ տեղի չունեցավ, պատերազմ եղավ եւ եղավ այն ինչ եղավ։ Իսկ այն ժամանակ ինչու չէին մտցրել։ Ես կարծում եմ, որ խաղաքարտերը այնքան բաց են եւ կարելի է շատ ավելի ազնիվ լինել սեփական ժողովրդի հետ եւ ասել, որ դե Ադրբեջանն է պահանջում եւ դա էլ անում ենք։ Հասկանում եմ նաեւ, որ պետության դիրքերից մի քիչ այդքան էլ հեշտ բան չի դա անել, բայց դե պարզ չի, որ Ադրբեջանն դա անում, այսինքն օրը մեջ Ադրբեջանը այդ մասին ասել է եւ այստեղ որևիցե վեճի թեմա ես չեմ տեսնում։ Իդեպ այդ անկախության հռչակագրի մասով եթե սխալ եք համարում, այդ դեպքում եթե քննարկումներ կային 90-ին, ապա դա նույնը պետք է արվեր կամ դիտարկվեր նաև 95-ին։ Այո, իհարկե, դա պետք է արվեր։ Երբ որ մենք արդեն շատ Այո, դա պետք է արվեր 95-ին, դա կարող էր արվել դրանից հետո մի քանի այլ սահմանադրական փոփոխությունների, վերջի անգամ 2015-ին, բայց գիտեք, այն ժամանակ մենք հաղթած վիճակում էինք եւ նման բաների ընդհանրապես նույնիսկ ուշադրություն չենք դարձրել։ Ում մտքով է անցել, որ ասենք կարող է մի օր գա, այդ օրը գա, որ մեզանից պահանջեն, որ այդ կետը մենք հանենք։ Ես կրկնում եմ, դա կոպտագույն սխալ է եղել, բայց նույնքան, ինչ ասեմ, վիրավորական եմ համարում։ Գիտեք, իմ շատ փորձագետ ընկերներ ինձ հետ այս թեմայով միշտ վիճում են, ասում են հիմա քո համար որն է կարևոր, որ սխալը ուղղվի, թե սխալ էլ մնա։ Դե ասում եմ, կարևոր է, որ սխալն ուղղվի, բայց շատ կարևոր է, որպեսզի դրսի պարտադրանքով դա չուղղվի, էլի։ Սա է իրավիճակը, բայց ես նաև չեմ ուզում, որ այդ պատճառով Հայաստանը կանգնի նոր աղետի առաջ, դա բնական է իհարկե, եթե դրա գինը նա է, որ մենք կփրկվենք նոր պատերազմից, նոր արհավիրքից, ապա թողան եւ ի վերջո սա մի հարց է, որ ես եւ դուք չպիտի որոշենք։ Սա դրվելու է հանրաքվեի եւ տեսնենք, թե Հայաստանի հպարտ քաղաքացիները ինչպես են այդ կետի շուրջ իրենց կարծիքը հայտնելու։ Ես կարող եմ ասել իմ տեսակետը, բայց չեմ ուզում հիմա ասել, որպեսզի չազդեմ ինչ որտեղ, բայց ասացի այն ինչ որ ասացի։ Շատ լավ, սպասում են առաջկայում խորհրդարանական ընտրություններ, գալով բուն թեմայի նաև եւ իշխանության խոսույթն այն է, որ նշում են մեծ հաշվով այն է, որ եթե մենք չընտրվենք, այսինքն կլինի պատերազմ կամ խաղաղություն մենք ենք առաջ տանում եւ սա իրականում որոշ մարդկանց կամ շրջանակների դժգոհություն է հակառակ թևի հարուցում, ասելով որ փաստորեն իշխանությունը պատերազմի եւ խաղաղության արժեվ ընտրություն է տալիս կատարելու եւ սա ինչպես նաև ճնշում է, ազդելու նաև քաղաքացիների որոշման վրա գնալու ընտրելու ոչ թե նախընտրություններով պայմանավորված, այլ ազդելու ճնշման հատակ, որովհետև բարձ է, որ բոլորն էլ ցանկանում են խաղաղություն։ Ինչ կասեք այս թեզի մասին։ Դե նաև նախկին ընտրությունների ժամանակ է նման այս պատերազմի ու խաղաղության թեման արծարծվել, այնպես չի որ սա նոր չէ, բայց այստեղ մի նոր բան կա։ Երբ պարտությունից հետո այս թեման շատ զգայուն է, հաղթած ժամանակ Հայաստանում ոչ միայն Իլհամ Ալիևից չէին վախենում, այլ Իլհամ Ալիևին եւ ընդհանրապես Ադրբեջանին վերածել են կիլդի մուլտիկների, այսինքն այս իմաստով շատ մեծ փոփոխություն է տեղի ունեցել եւ մարդիկ տեսնելով աղետն ու արհավիրքը, տեսնելով թե մենք ինչեր ենք կորցրել, մարդիկ բնականաբար շատ ավելի զգայուն են այս հարցերում եւ իհարկե անընդունելի է, հատկապես միշտ է անընդունելի պատերազմի սպառնալիք օգտագործել, անգամ ՄԱԿ-ի կոնվենցիաներով է, ՄԱԿ-ով եւ ընդհանրապես ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ կոնվենցիաներով է արգելվում պատերազմի սպառնալիքը
ուժի պարտադրման սպառնալիք, փաստորեն մենք տեսնում ենք, որ դա կիրառվում է։ Դա նույն երևույթն է։ Դե նույն երևույթը չէ, բայց նման են, բավականին նման են։ Այսինքն, երբ որ դու նայեք, ընտրությունը ինչի մասին է, ընտրելու մասին է, չէ՞։ Մարդը որ գնա ընտրություն կատարի։ Հիմա դու պարտված մարդուն, որը զավակ է կորցրել, որը տեսել է, թե ինչպես են հարևանի երեխային բերել եւ հուղարկավորել Եռաբլուրում կամ իրենց գյուղի գերեզմանատանը, մարդ, որը, չգիտեմ, ամեն ձևով այս պատերազմի արհավիրքը իր միջով ամբողջությամբ անցկացրել է, եւ դու այսպես շատ ագրեսիվ տոնով, ես դա մի անգամ ասել եմ, դա ահաբեկչություն է սեփական ժողովրդի նկատմամբ, ուրիշ բառ չեմ կարողանում գտնել։ Դու ագրեսիվ տոնով ասում ես, որ նշում ես սեպտեմբերին պատերազմ է լինելու, եւ այնտեղ կողքից էլ այնպես բան են տալի, հա, իրանց բառապաշարն եմ օգտագործում, հա, դուխ են տալի, հա, որ հա, լինելու է պատերազմ, բնականաբար այստեղ ընտրությունները ի սկզբանե ոնց որ այլ հարթություն են տեղափոխվում։ Սա ես համարում եմ անընդունելի։ Իդեպ իմ ընկերներից մեկը շատ հետաքրքիր ձևակերպում էր տվել այս ամենին, Վարդան Հարությունյան իրավապաշտպան նախկին քաղբանտարկյալ, էությունն եմ մոտավորապես ասում, նա ասում էր, որ եթե նախկին իշխանությունների ժամանակ ավտոմատներով էին մտնում ընտրատեղամասեր, հիմա Իլհամ Ալիևի բանով նկարներով են մտնում, էլի, այսինքն վախեցնելու Իլհամ Ալիևին եւ վախեցնելու ընտրողին Իլհամ Ալիևով եւ այս ավելացնելով թեման ոնց որ զարգացնելով ասեմ, իսկ գուցե մի հատ էլ Ալիևի նկարները դնենք կենտրոնակ այդ բաներում այդ ընտրատեղամասերում, որ մարդը մտնի տեսնի, վախենա ու միայն ձեզ ընտրի։ Սա ես համարում եմ շատ անարդար մոտեցում, բայց ես չեմ ուզում շատ պարզունակ դարձնել ամեն ինչ։ Իհարկե, եթե այս իշխանությունները ընտրվեն, պատերազմի հավանականությունը ավելի քիչ կլինի։ Բացատրեմ ինչու։ Դե մեծ հաշվով, եթե բառացի օգտագործումից կանք, թե ինչ եզրույթ են օգտագործում, կարծում եմ իմաստը դա է։ Իմաստը դա է, բայց այդ wording-ը, բառապաշարը պետք է ավելի ճշգրիտ բառապաշար օգտագործել։ Ինչու է ավելի քիչ, որովհետև այս իշխանությունները, բանակցությունները լավ կամ վատ, պարտադրված խաղաղությունը լավ կամ վատ հասցրել են մի կետի եւ այդ կետից պետք է շարունակեն։ Եվ իդեպ ասեմ, այս իշխանությունները նաեւ շատ հարմար բանակցողներ են ադրբեջանցիների եւ թուրքերի համար, եւ սա թող չհնչի որպես հեգնանք ու ծաղր։ Դա իրականություն է եւ Ադրբեջանը դա չի թաքցնում։ Այսինքն ադրբեջանցիների համար այսօրվա իշխանությունները հարմար են բանակցելու համար եւ բնականաբար նրանց վերընտրվելու դեպքում կարծում եմ բանակցային գործընթացը կշարունակվի եւ պատերազմի հավանականությունը ավելի փոքր կլինի։ Մյուս կողմից սրա մի հակաթեզը կա եւ ելի իրավունք ունի գոյություն ունենալու, ապրելու։ Ասում են լավ, եթե դուք եք որ պետք է խաղաղություն բերեք, իսկ այս 20-20-ի պատերազմը ում ժամանակ է եղել 44 օրյա պատերազմը, ում ժամանակ է եղել, իրենց ժամանակա չի եղել, 20-22-ի ներխուժումները ում ժամանակ է եղել, այս իշխանությունների ժամանակա չի եղել, 20-23-ի Արցախի հայաթափումը, բռնի տեղահանությունն ու արհավիրքը ում ժամանակ է եղել, այս իշխանությունների ժամանակ, այսինքն տարբեր կողմերից եթե նայում են եւ դրա համար ընդդիմությունն էլ գուցե ոչ այդքան շեշտադրում, բայց նույնն էլ ընդդիմությունն է անում։ Այս իմ ասած թեզեր ընդդիմությունն ասում է։ Դնում է սրան ասում է տեսեք։ Դուք եք այս ամեն ինչ աղետը բերել։ Ձեր ժամանակը եղել եւ մի սպառնացեք նոր պատերազմով, որտեվ դուք եք պատերազմը բերել։ Դե իրենք ընդունում են, որ 20 թվականին սխալ հետո դոմինոյի էֆեկտով տարածվել։ Այո, այդ ամենակարևոր բանն է։ Հա, դա հակափաստարկ չի իմ կարծիքով, դա հակափաստարկ չի, դա գիտեք, դա ներողություն է այն մասին, որ դե կներեք էլի մի 5000 կամ 4000 քանի զոհ ենք տվել էլի։ Դե կներեք էլի, որ մենք այս վիճակին ենք հասնել։ Ինձ էլ են շատ գրում իշխանությունների տարբեր պաշտպաններ, ներկայացուցիչներ, աջակիցներ, որ դե ինչքան կարանք մենք ներողություն ենք խնդրել, բայց այստեղ ներողություն խնդրելը քաղաքական դիրքորոշում չի։ Ներողություն ես խնդրում, դա բարոյականությանն է ավելի շատ վերաբերվում։ Եվ այստեղ ավելի ուրիշ բան կա։ Իրենք ասում են մենք սխալվել ենք, ներողություն ենք խնդրել ու վերջ, առաջ ենք գրում։ Իսկ ինչ բան կա,
որ էլի դուք չեք սխալվում հիմա։ Ես էլ ուրիշ հակափաստարկ եմ բերում։ Կարող է հիմա էլ եք դուք սխալվում։ Այնպես որ կարելի է միշտ այսպես մեկնաբանություն, փաստարկներին, հակամեկնաբանություններ եւ հակափաստարկներ բերել։ Բայց եթե ամփոփենք մեր այս պահի զրույցը, Գյորգի, ես կարծում եմ, որ պատերազմի հռետորաբանությունը սեփական ժողովրդին վախեցնելու, նվաստացնելու այս քաղաքականությունը մեղմ ասած անընդունելի է։ Շատ լավ, հարակից մեկ այլ թեմա էլ կա, որ նշում են օրինակի համար, որ ով ասեց, որ եթե դուք լինեք պատերազմի վտանգը կփոքրանա կամ հավանականությունը կկչանա եւ այլն, կամ որ մեղադրում են, որ Ադրբեջանին, Թուրքիային կամ այլ դերակատարների նույնպես ձեռնտու է այս իշխանությունը, բայց մյուս կողմից էլ ինչքան որ ինստիտուցիոնալ հիմքերը շատ կարեւոր են, կհամաձայնեք, բայց ի վերջո նաեւ խաղաղության գործընթացը կամ քաղաքականությունը խարսխվում է անձերի շուրջ, հա։ Հիմա եթե տվյալ անձին կամ շրջանակը իշխող ինքը կառուցողական հարաբերություններ է հաստատել, հիմա չասեմ Ադրբեջան կամ Թուրքիա, չնայած ներառյալ, բայց նաև Եվրամիության հետ, Միացյալ Նահանգների հետ, իդեմս TRIP ծրագրի եւ այլն, եւ այսինքն ինչ որտեղ վստահության կամ համագործակցության կա, սա արդյոք վատ է կամ ես չեմ ասում դա վատ է, դա շատ կարևոր է։ Եվ կարևոր մեկ այլ բան էլ կա, որ մեղադրում են նրանով, որ ով ասեց, որ կգան կամ պատերազմ կլինի եւ այլն, բայց այստեղ էլ իշխանությունն էլ նշում է, որ օրինակի համար նույն տրամաբանությամբ եթե իշխանափոխություն լինի, ասելով որ ամենալավը իրենց տեսանկյունից իրենք են խաղաղության գործընթացը տանում եւ որ իշխանափոխություն լինի, հնարավոր է որ նրանք սկսեն իրենց զրոյական կետից, ինչպես որ իշխանության մեղադրում, որ զրոյական կետից սկսելու հետևանքով եղավ Ղարաբաղյան պատերազմը եւ այլն եւ այլն։ Ինչ կասեք այս։ Շատ կարևոր են այս հարցադրումները։ Ես շատ եմ կարևորում իհարկե անձնական հարաբերությունները եւ անձնական փոխվստահությունը եւ ի վերջո եթե պատմության այս հանգրվանում մենք պարտվել ենք, մեզ խաղաղություն են պարտադրում եւ եթե սա է չարյաց փոքրագույնը, ապա այո, պետք է դրան գնալ, որովհետեւ եթե դրան չգնանք, հիմա էլ ավելի վատին կարող է լինենք։ Այդ իմաստով կարևորում եմ իհարկե, այո, շատ կարևոր է, որ փոխվստահություն կա եւ այո, չպետք է թաքցնել, որ փոխվստահություն կա եւ այդ փոխվստահությունը նաեւ արտահայտվում է պրակտիկ գործողություններով։ Չգիտեմ, քայլեր են արվում, որոնք խոսում են, որ իրավամբ երկու ժողովուրդների մեջ որոշակի փող ըմբռնում կա։ Գուցե չասեմ ժողովուրդների մեջ, որովհետեւ դեռ ժողովուրդները չեն շփվում, դեռ շփվում են ղեկավարները, առաջին դեմքերը, շփվում են նրանցից 1-2 օղակ ցածր շրջանակներ։ Չէ, 1.5 թրեք չկա։ 1.5 թրեք չկա, 1.5 եթե նկատի ունեք հայ-ադրբեջանական փորձագիտական լրագրողական պաշտոնյաներից զատ։ Հա, դա ես հենց դա եմ ասում, այո, հենց դա եմ ասում։ Դրա անունի ես չեմ ուզում վիրավորել, հակառակ ես կարծում եմ, որ այդ մարդիկ կարևոր գործ են անում եւ պարտված ժամանակ ներգրավելով այս գործընթացի մեջ, կարևոր գործ են անում։ Ես դա անվանում եմ ոչ թե հանդիպումների մասն է, որ այո։ Գիտեմ, ես անվանում եմ կենտրոնացված էին հանդիպումները։ Ես այս բաները համարվում եմ 1 թրեք, այսինքն շատ մոտ են իշխանություններին, այսինքն այն գործընթացները, որ կան, նաև ուրեմն քաղաքացիական հասարակության շրջանում մեջ շփումները, դրանք ուղղակիորեն կառավարությունների հովանու տակ են գործում, ինչքան էլ որ շատ հարգարժան մարդիկ են ներգրավված այդ գործընթացի մեջ, եւ ես գնահատում եմ այդ ներգրավվածությունը, այնուամենայնիվ մենք պետք է հասկանանք, որ դա խիստ կառավարական շրջանակների կողմից է այդ ամեն ինչ իրականացվում, բայց կրկին այս ամեն ինչ ես չեմ ուզում ոչ վարկաբեկել, ոչ թիրախավորել, հակառակը։ Ես ուզում եմ փորձում եմ իրականությունը ներկայացնել, իսկ իրականությունը նա է, որ իրավամբ սահմաններ այլևս չեն կրակում, սպառազինությունների մրցավազք որպես այդպեսին գոնե ցուցադրաբար չկա, գուցե իրանք գնումներ կատարվում են, ուրեմն սահմաններում մարդիկ չեն զոհվում եւ այս իմաստով այո մենք հասել ենք մի հանգրվանի որ այո խաղաղության փուլում ենք բայց այդ խաղաղությունը դեռևս շատ անորոշ բան է եւ իշխանությունների այդ պնդումը իհարկե տեղ ունի որովհետեւ նրանք բանակցել են եթե կան ուրիշները կարող է շատ բան փոխվել իհարկե շատ իդեալական տարբերակը կլիներ նա եթե 2020-ի աղետից հետո Նիկոլ Փաշինյանը հեռանար այսինքն երբ որ մտել էր բունկեր այդ ստորագրումից հետո
բունկերից ինչ-որ լայվեր էր անում, լավ կլներ, որ ինքը հրաժարական տար, բայց ինքը հրաժարական չտվեց, ավելին, ինքը դրեց նոր ընտրություններ եւ ընտրություններում հաղթեց։ Ես այդ ընտրություններում իրեն չեմ ընտրել, բայց ընդունում եմ այդ ընտրությունների արդյունքները։ Ժողովուրդը գնացել եւ իրեն քվե է տվել։ Ուզում եմ ասել, որ այո, իշխանափոխությունը կարող է առիթ տալ Ադրբեջանին դիմելու նոր սադրանքների։ Այո, դրա վտանգն էլ կա։ Ես չեմ ուզում ամեն ինչ այսպես շատ պարզունակ դարձնել, ասելու որ չէ, դրա վտանգը չկա։ Դրա վտանգը շատ մեծ է եւ կասկած չունեմ իշխանափոխության դեպքում Ադրբեջանը ուղղակի ավելի կոշտ քայլերի է դիմելու։ Բայց սրան էլ պետք է պատրաստ լինենք։ Այսինքն իշխանության խոսիթում ինչ որտեղ այդ առումով ճշմարտացիություն կա։ Եվ իշխանությունների ասածների մեջ կա ճշմարտություն եւ ընդդիմության ասածների մեջ կա ճշմարտություն։ Իհարկե։ Շատ լավ, ես մեկ հարց էլ կուզեի համատեքստում տայի խաղաղության գործընթացի հետ կապված, մանավանդ դուք որ երկար ժամանակ հակամարտությունն եք ուսումնասիրել հայ-ադրբեջանական, տեսեք այս հարցի շուրջ շատ է մտածում այն իմաստով, որ ստացվում է, որ մի իրավիճակում ենք հայտնվել Հայաստանն ու Ադրբեջանը, որ երբևէ ընդհանրապես տարածաշրջանը, բայց մանավանդ Հայաստանն ու Ադրբեջանը, որ երբևէ այդ իրավիճակում չի եղել, այսինքն նորանկախ իրավիճակում կամ որպես անկախ պետություններ հարաբերությունների նոր դինամիկայի տեսանկյունից եւ այլն, դե առաջին հանրապետությունը པարզ է, խորհրդային միությունն է པարզ, երրորդ հանրապետությունը, որը փաստորեն մենք ակտիվ հակամարտության ֆազայում ենք եւ հիմա ինչ որ խաղաղությունը կարծեք թե իրատեսական է, հա, թվում։ Ինչպես պետք է եւ կարծեք թե նորով ենք սովորում առաջ շարժվել, թե մենք թե ադրբեջանցիները ուղղակի իրենք հաղթած կողմեն եւ թե ավելի հեշտ է։ Ինչպես եք տեսնում այդ ամբողջի այս դիլեմայի լուծումը, ինչպես պետք է առաջ շարժվենք եւ ինչի պետք է հասնենք, որ այլևս ասենք, որ խաղաղությունը իրական է եւ անշրջելի իրողություն է։ Թե դա նայեք, գիտեք, երկու հարևանները աշխարհագրությունը չես կարող փոխել։ Հիմա ադրբեջանցին ասում է, որ Աստծո պատիժա, որ մեր ու Թուրքիայի միջև մի հատ Հայաստան կա, մենք էլ ասում ենք Աստծո պատիժա, որ մեր երկու հարևանները Թուրքերն ու ադրբեջանցիներն են։ Բայց սա իրականությունն է, եւ այդ իրականության հետ մենք պետք է առերեսվենք։ Եվ երկարատև կտրվածքով հանուն Հայաստանի Հանրապետության ապագայի, հանուն հաջորդ ծերունդների, ես կարծում եմ, որ այս իրավիճակում մենք այլ քայլ չունենք, քան հաշտվել այս իրողության հետ, որտեվ չհաշտվելը կնշանակի նոր աղետներ բերել, գոնե մեր եւ ապագա սերնդի համար։ Չգիտեմ ապագայում ինչ կլինի, ապագան ինչպիսին կլինի 50-100 տարի հետո, որովհետեւ երկրներ են կործանվում, նոր երկրներ են ստեղծվում, ոչ մեկը չի կարող բան անել, հա, գուշակել, բայց հաշվի առնելով մեր հնարավորությունները, տարածաշրջանի այս փոփոխությունները, ես կարծում եմ, որ մենք այո, այլ ընտրանք չունենք, քան այս իրողության հետ հաշվի նստել եւ առաջ շարժվել։ Եվ մեզ համար է բավականին անսովոր եւ Ադրբեջանի համար է անսովոր, էլի այս իրավիճակը։ Փոքրիկ համագործակցությունները կողմերի միջև կարող են խաղ փոխել։ Ձեզ մի բան ասեմ, չզարմանաք, վերջերս լսում էի Աքրամ Այլիսլիի մի հարցազրույց, այնտեղ մի շատ պարզ, բայց շատ խորը բան ասեց։ Ասում է, ես չգիտեմ աշխարհի այլ երկու ժողովուրդ, որ ճիշտ նույն երաժշտության տակ ճիշտ նույն պարը պարում են։ Այսինքն հայերն ու ադրբեջանցիները իրենք շատ մոտ են իրենց կենցաղով, իրենց եւ ուրիշ բան ասեմ, 30 տարի իմ շփումները ադրբեջանցիների հետ տարբեր ֆորմատներում հետաքրքիր բանի ա բերել, որ առաջին 1 ժամից հետո հայն ու ադրբեջանցին կարողանում են շատ շուտ իրար հետ լեզու գտնել, կարողանում են նույն սեղանի շուրջ նստել։ Գուցե տարածաշրջանից այդ ոչ։ Դե հա, իհարկե, Կովկասը մեր ընդհանուր տունն է։ Սա չի ճիշտ հաշվարկ կատարվել։ Ես ես ընդհանրապես միշտ քննադատաբար եմ մոտենում իմ ժողովրդին, որի ներկայացուցիչն եմ նաև ես, եւ իմ պետությանը, որի անձնագիրը կրողն եմ ես, որովհետեւ ուզում եմ, որովհետեւ հեշտ է միշտ ուրիշ ժողովրդի եւ հարևան պետություններին մեղադրել։ Ու գիտեք ես ինչի մեջ եմ միշտ մեղադրել մեր պետությանը, որ մենք ինչ որ իմաստով այս ընդհանուր Կովկասյան տան գաղափարը մենք հաշվի չենք առել։ Մենք միշտ մտածել ենք ինչ որ
դրսի ուժերը կգան մեզ կօգնեն, մենք էլ այս վիճակը կպահենք, բայց հաշվի չեն կարել, որ սա Կովկասը մեր տունն է։ Այնտեղ որտեղ ես հիմա ապրում եմ, մի հատ բլուր կա, հաճախ եմ ես այդ բլուրի վրա բարձրանում, իմ հյուրերին էլ տանում եմ եւ շատ սիմվոլիկ բան եմ անում, այնտեղից բացվում է ափիտ մեջ Ադրբեջանն ու Վրաստանը եւ ասում եմ «Օ Կովկաս, ես դավաճանեցի քեզ»։ Ինչ եմ ուզում սրանով ասեմ, որ Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը այս Կովկասյան մեկ տարածաշրջան են եւ իհարկե լավ կլիներ, որ այդ բանը այդ ընկալումը լիներ անկախության հենց սկզբնական շրջանում եւ եթե այդ ընկալումը լիներ, ապա մենք ավելին կհասնենք, բայց կրկնում եմ, եթե այս ուրեմն այս պատերազմական հռետորաբանությունը այսպես խլացված պահվի, իսկ շատ կարևոր է որ խլացված պահվի, հա, եւ սահմանները բացվեն, շատ կարճ ժամանակահատվածում տնտեսական, քաղաքական հարաբերություններ են հաստատվելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որովհետեւ մենք ունեցել ենք խորհրդային անցյալ, հիշողություն, իհարկե ես չեմ ուզում բանը մի կողմ թողնեմ կամ անտեսեմ այն բազում տասնյակ հազարավոր զոհերը, վիրավորները, էթնիկ զտումները, դեպորտացիաները, այդ ամեն ինչ չեմ ուզում մի կողմ թողնել, բայց ճիշտ աշխատելու դեպքում, այո, Հայաստանն ու Ադրբեջանը կարող են իրար հետ լեզու գտնել եւ մենք ուրիշ ճանապարհ էլ չունենք։ Եթե կա մեկը, որը կարող է ասել որն է այդ ճանապարհը, կարող է ասել, բայց միանգամից հակափաստար կպիտի բերենք, բայց ճանապարհը ինչի առաջ չգնաց։ Խոսեցիք ճանապարհի մասին, կուզեի խոսել քննարկել նաև թրիփի մասին, թրիփը ինչ դեր կարող է խաղալ, նախորդ մեր զրույցում դուք զգուշավոր լավատեսությամբ կարծեք թե մոտեցաք Վաշինգտոնյան բանակցություններին, մասնապես թրիփի մասով, հիմա իրականում ստացվում է իրավիճակ, որ կա սկզբունքային բանակցություն, սակայն դեռ դետալների իրականացումը չի երևում, դեռ մի բան էլ Իրանի շուրջ պատերազմի հետևանքով կարծեք թե կարող է գործընթացը ձգձգվել։ Ինչ կարող ենք սպասել թրիփից եւ առհասարակ ինչպիսի արդյոք փոխվել է ձեր վերաբերմունքը այս հարցում թե չէ։ Չի փոխվել իմ վերաբերմունքը այս հարցում, ես եւ Վաշինգտոնի համաձայնությունը եւ թրիփը համարել եմ այս պայմաններում մեզ համար ընդունելի տարբերակ, այս պայմաններում, որովհետև ես չեմ կարող վերլուծության հիմքում դնել 2007 թվականի իրավիճակը։ Դե կոնտեքստները տարբեր են։ Այո, մարդիկ կան, որոնք շարունակում են խոսել փաթեթային տարբերակից, փուլային տարբերակից, մադրիդյան սկզբունքներից, կազանյան փաստաթ։ Անկամ 20 թվականի հետ իրավիճակը բոլորովին տարբեր է։ Իհարկե։ Դրա համար մենք պետք է իրողություններից ելնելով փորձենք մեր մեկնաբանությունները անել։ Ինչ ստացանք եւ ինչ ստացանք էս, եթե ավելի մանրամասն։ Ստացանք այն, որ նայեք, միջև պատասխան ասել, ես կարծում եմ, որ 3 մենք ընդհանուր առմամբ 3 տարբերակ կար թրիփի հետ կապված, կամ այս ճանապարհի հետ կապված, միջանցքի հետ կապված, ինչ անուն ուզում ենք դնենք։ Տարբերակ առաջին։ Եթե թրիփը չլիներ, ապա դա ռուսական վերահսկողության տակ էր մնալու եւ ռուսական վերահսկողության տակ։ Այս մի տարբերակ։ Տարբերակ երկրորդ։ Ադրբեջանը զավթելու էր այդ տարածքը ու պահելու էր Իրան։ Երկրորդ տարբերակ։ Հա մենք ճիշտ է բաներ կանենք, կաղաղակենք ամբողջ աշխարհով, գուցե մակնել բանաձև կընդուներ, բայց դա ինչ դրանից ինչ։ Եվ երրորդ տարբերակ թրիփը ամերիկյան ներգրավվածությունը։ Այս երեքի մեջ ես կարծում եմ իհարկե ամենաընդունելին այս վերջինն է։ Դրա համար եմ նաև ասում, որ սա լավ էր։ Այսինքն նայած ինչի հետ համեմատ։ Նայած ինչի հետ համեմատ։ Այո, սա լավ էր եւ հուսանք, որ Թրամփը հետ չի կանգնի, բայց գիտեք, նաև պետք չի շատ Թրամփի վրա դնել պատասխանատվություն, որովհետև Թրամփի դերակատարությունն այնտեղ ինչ է, որպես ներկայ է, չէ՞ եղել։ Որպես երաշխավոր եւ Այո, որ կարևոր է երաշխավոր ինստիտուտը, բայց այն պայմաններում, երբ որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ղեկավարները իրար հանդեպ օգտագործում են արդեն կոռեկտ բառապաշար, երբ որ այդ հանձնաժողովի նիստը տեղի ունենում Ադրբեջանի Գաբալա քաղաքում, երբ որ հայ եւ ադրբեջանցի լրագրողները գալիս գնում են, երբ որ Ադրբեջանի տարածքով ադրբեջանական բենզին է վառելիք է հասնում Վրաստանի տարածքով Հայաստան, երբ որ երրորդ երկրից Ադրբեջանի Վրաստանի տարածքով գալիս է, այս ամեն ինչը շատ ավելի կարևոր երաշխիքներ են, քան
որևէ կարևոր քերի։ Բայց մյուս կողմից ասում են, որ Թաթոլ ներողություն, որ սա չի հանգեցրել կարևոր փաստաթղթերի կնքմանը, հետեւաբար սա հեշտ ուղղակի չեղարկել։ Դե մենք հիմա արդեն բարեկամքի դրսևորում է։ Դե մենք արդեն ուրեմն վերադառնում ենք բանին, որ սահմանադրությունը մենք պետք է փոխենք։ Մենք արդեն դրան ենք վերադառնում։ Դա վերջնականապես չի ստորագրվել, որովհետև Հայաստանը խոստում է տվել, որ ինքը կփոխի հանրակրվեով կփոխի այդ բանը, այն ինչի մասին մենք խոսեցինք։ Գլխավոր պահանջը Իհարկե, էտա ուրիշ պահանջ չկա, բայց վերադառնալու մեր խոսակցությանը շատ եմ կարևորում, որ Թրամփ քերի, Պուտին քերի կամ Մակրոն քերի ասելու փոխարեն իրոք Հայաստանն ու Ադրբեջանը իրոք վերջնականապես որպես անկախ պետություններ կարողանան նստել եւ խոսել։ Այդ խոսելու գործընթացը այսօր ընթացքի մեջ է։ Հիմա ամերիկացիները զբաղված են ուրիշ այլ խնդիրներով, բայց կարևոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվեն այս ուղղությամբ եւ հուսամ, որ կշարժվեն, որովհետեւ դրա այլ ընտրանքը ես չեմ տեսնում։ Դրա այլ ընտրանքը ես տեսնում եմ երի նորանոր կորուստներ ուղղակի։ Իսկ Իրանի շուրջ պատերազմը, այսպես հորոտեսական ինչ-որ զարգացումներ կարող է ազդել Թրամփի ուղու հեռանկարի վրա, թե սա այն դեպքն է, որ չի կարող ազդել, որովհետև այս մղումը գալիս է Հայաստանից եւ Ադրբեջանից։ Եթե ես իմանամ Իրանի հետ ինչ է տեղի ունենալու, կարող եմ ձեր հարցին պատասխանել։ Չնկատեմ կախված է պատերազմի։ Կախված է իհարկե, դրա շատ մեծ չափով կախված է եւ կախված է թե պատերազմի ինչ ելք է լինելու։ Ով ինչպես դուրս կգա, այսինքն Իրանում ուրեմն այս կրոնապետությունը կպահպանվի թե չէ, տեղի կունենա իշխանապողություն թե չէ։ Իրանը վատագույն սցենարն եմ ասում, կարող է պառակտվել օրինակ, հա, ինչ որ մասեր Իրանից փոխեն, չգիտեմ։ Դրա իհարկե ընդհանրապես այս իրավիճակը ուրեմն Թրամփին եւ ամերիկացիների ուշադրությունը շեղում է նաեւ թրիփից։ Այսինքն նրանք զբաղված են բոլորովին այլ գործերով եւ դրա համար եմ կարեւորում ոչ թե պետք է մենք այդ երրորդ երկրների քերիների վրա շարունակենք ուշად բան անել, հա, SMS բան գրել, հա, WhatsApp-ին նամակ գրել, որ եկեք մեզ օգնեք, այլ արդեն կարծում եմ մենք հասել ենք մի իրավիճակի, որ կարող ենք երկկողմ մակարդակում դա անել։ Կարծում եմ այդ հասունությանը հասել են կողմերը։ Դե այդ ուղղությամբ գնում են, կարևորը որ չլինեն խանգարողներ։ Հիմա ես զգում եմ, որ օրինակ Հյուսիսից լուրջ ազդակներ եք մենք ստանում այդ ուղղությամբ, որ թրիփի մասին բավականին մտահոգիչ բաներ ենք մենք լսում։ Հիմա մենք կարող ենք, գիտեք ինչ կա, կարող ենք մենք այդ ամեն ինչը բանի տեղ չդնել, հա, բայց ես օրինակ զգում եմ այդ լուրջ ազդակները, բացասական ազդակները եւ վտանգները դա տեսնում եմ։ Շատ լավ, գալով Հյուսիսի գործոնի մասին, մասնապես կոմունիկացիաների թեմայի համատեքստում կուզեի խոսել, դե գաղտնիք չի, որ թրիփը իրենով, այսինքն ինքը ավելի կարժևորվի մեզ համար, եթե բացվեն այլ կոմունիկացիաներ, որ Հայաստանը իսկապես տարանցիկ պետություն դառնա, բայց դրա հետ կապված կան մի շարք խնդիրներ, մասնապես ներդրումային միջավայր, այսինքն թրիփի հարցում մեր տարածքի հետ կապված մենք չունենք կամ փորձում ենք գտնել հովանավորներ, որոնք ամերիկյան կողմը, որը կարող է ներդրումներ կատարել եւ խոսքը երասխսադարակ հատվածի մասին է եւ ընդհանրապես հարավկովկասյան երկաթուղու արդիականացման մասին է եւ շատ են նշում, որ նաեւ հայկական կողմը ունի սպասումներ այս հարցում եւ հաշվի առնելով, որ մի կողմից էլ հայ-ռուսական հարաբերությունները կարծեք լարված են թվում կամ Մոսկվան այսպիսի ուղերձներ է հղում, սա ինչ է, վիժեցնում է գործընթացը։ Պարզ է, որ ռուսները երջանիկ չեն, որ իրենք Հայաստանի ամենակարևոր ստրատեգիական կետից դուրս են մղվում։ Հայաստանի իմ կարծիքով ամենաստրատեգիական երկու կետերն են։ Մեկը Արաքսի հովիտն է, որտեղով անցնում է թրիփը, մյուսը Դեբեդի հովիտն է, որտեղով անցնում է հայկական երկաթուղին։ Այսինքն ոչ թե երկաթուղին անցնում է, որտեղով դուրս է գալիս հայկական երկաթգիծը դեպի Վրաստան, այնտեղից էլ Աբխազիայում կանգնում է, այո։ Այս երկու կետերը չափազանց կարևոր կետեր են եւ հիմա մի կետից փաստացի ռուսները դուրս են մղվել եւ տեսնենք ինչպես կհաշտվեն դրա հետ եւ եթե չեն հաշտվելու, ապա ինչ հակագործողություններ կիրականացնեն։ Եվ այստեղ պետք է շատ լուրջ լինեն հաշվարկները, հավելյալ թույն չմտցվի հայ-ռուսական հարաբերություններին, գոնե մեր կողմից, որովհետեւ գիտեք մեծի ու փոքրի կռվի մեջ մեծն ու փոքրը կարող են նույն բառապաշարը օգտագործել, հա, իրար հետ, բայց տուժողը միշտ փոքրն է լինում։ Դրա համար մենք պետք է այս հարցում շատ զգուշավոր լինենք։
Իդեպ Թրիփի հարցում ռուսական դիրքորոշումը կոշտացել է, թե ի սկզբանե իրանք այդպիսի դիրքավորում էին ստանձնել։ Շատ չէ լսում սկզբում Իմ տպավորությամբ նրանք մտածում էին, որ սա իրականություն չի դառնա։ Գիտեք դա ինչին էր նման, այն 2013 թվականին, որ Հայաստանին թվում էր, որ էսա որ Եվրամիության հետ այդ բանը ստորագրելու ենք ու մի գիշերում կանչեցին Սերժ Սարգսյանին, հա, փոխեցին, չէ։ Ինձ թվում է նորից իրանք այդ ռուսները այդ բանի մեջ էին, որ դե սա էլ կփոխեն, էլի հավանաբար։ Բայց տպավորություն ունեմ, որ Հայաստանի իշխանությունները կարծեք թե պատրաստ չեն մի գիշերում մտքափոխ լինել։ Տպավորություն ունեմ, չգիտեմ։ Ռուսաստանը չի կարող ինչ-որ կերպ ներգրավել եւ այդպես հարցի թնջուկը լուծել։ Նայեք, ոչ միայն կարող է, այլ նաև շատ լավ կլինի, եթե դրական ներգրավվածություն լինի։ Ընդհանրապես կոմունիկացիաների հարցում ինչքան շատ դերակատարներ լինեն, բայց կարևոր է, որ այս սեղանի շուրջ իմ ու քո խոսակցությունը լավ խոսակցություն է, չէ՞ օրինակ։ Մեզ երրորդ մարդն էլ չի խանգարի, բայց եթե այս դրական մթնոլորտում, բայց եթե ինքը գալու է մեզ խանգարի, խոսքը սրա մասին է։ Ես տպավորություն ունեմ, որ Ռուսաստանը չի ուզում այդ դրական ներգրավվածությունը ունենալ։ Խոսքը սրա մասին է։ Եվ անընդհատ տեսեք ինչ-որ բաներ են ասում, որ այդ երկաթի հետ կապված կոնցեսիոն կառավարում, Թրիփի մասին չի խոսքը, բայց մյուս հատվածների մասին։ Տեսնենք, հավանաբար պետք է ավելի շատ խոսել, ավելի լուրջ խոսել Ռուսաստանի հետ։ Գիտեք, պետք չի մի անգամով բավարարվել։ Ռուսաստանը մեծ պետություն է, ունի բազմաթիվ շահեր։ Մենք այդ շահերի միայն մի փոքր մասն ենք, եւ մենք պետք է շատ շահագրգռված լինենք, որպիսի Ռուսաստանի կողմից ցավալի հարվածներ չստանանք։ Եվ այստեղ խոսքը ռուսներին սիրելու չսիրելու կամ արևմուտք սիրելու չսիրելու մասին չէ։ Խոսքը գետնի վրա ռեալ իրավիճակի եւ ռեալ պոլիտիկի մասին է։ Հասկանում եք, խոսքը սրա մասին է։ Եվ պետք է այս հարցերում մենք շատ զգուշավոր լինենք։ Գիտեք, մի բան հիշեցի հիմա այս որ խոսում ենք, ուրեմն այս իշխանություններին մոտ գտնվող երկու գործարար գիտեմ ես, որոնք ժամանակին գիտեք ինչ էին ասում էին, դա կարծում եմ հրապարակավ չեն ասել, բայց այդ խոսակցությունը գոնե ես լսել եմ, ասում էին Հայաստանի պատերազմից հետո, պարտությունից հետո ասում էին Հայաստանի համար Լարսի ճանապարհը ավելի կարևոր է, քան քո Ղարաբաղն ու այդ նրա շուրջ գտնվող տարածքները։ Հիմա ես չգիտեմ այդ մարդիկ ինչ են մտածում այսօր հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Ես այս բանը հիշեցրեցի ասելու, որ այնուամենայնիվ Լարսի ճանապարհը իրոք կարևոր է եւ այնպես չանենք, որ այնպես չստացվի, որ ռուսները շատ հեշտությամբ այդ ճանապարհը հանկարծ փակեն։ Օրինակ ասենք հունիսի 1-ին, երբ որ կամ մայիսի վերջին, երբ որ առաջին ծիրանը գնում է Ռուսաստան։ Չգիտեմ, հանկարծ ծիրանի մեջ չգտնեն ինչ-որ բակտերիաներ եւ ասեն, որ սա լավ չի։ Ինչ եմ ուզում ասել, ռուսների ռուսական բանը, ռուսների հարվածները մեր համար շատ ծանր կարող են լինել։ Մանավանդ մենք չգիտենք դրա դիմաց որևէ կողմ, որ պատրաստ է փոխհատուցելու։ Օրինակ, կա մի երրորդ երկիր, չորրորդ երկիր կամ 20-րդ երկիր, որ պատրաստ է մեր օրինակ ծիրանը գնելու, մեր կոնյակը գնելու կամ փոխհատուցումներ տալու։ Այս հաշվարկները շատ պետք է զգուշ կատարել, շատ զգուշ։ Իլյովին հասկանալի է թե դուք ինչ եք ասում, ձեր ուղերձը, բայց մյուս կողմն էլ կա, ասելով որ եթե այդ տրամաբանությամբ գնաս, ապա պետք է որևէ կողմի հետ այլևս չշփվես, չդիվերսիֆիկացնես քո քաղաքականությունը, ի վերջո, հա, ինչպես էր մինչև 20 թվականը, հետո էլ ասում են, որ մենք ունենք սխալ Քիչ առաջ 13 թվականի օրինակը բերեցի հետ։ Եվ հետո եթե այդպիսի հարաբերություններում կա բան, ոչ հավասարակշռություն, ապա մեծ ուժեղ կողմը միշտ էլ կարող է այդ պայմանները դնել, բայց ստացվում է, որ եթե կա, չգիտեմ, բայց արդյոք Երևանի քաղաքականությունը այնպիսին է, որ միտումնավոր սադրում է Ռուսաստանին, որովհետև վերջին ժամանակներում կարծեք թե այդպիսի բան չի երևում։
Համաձայն եմ։ Այսինքն երկու բան էլ կա։ Համաձայն եմ ձեզ հետ։ Ես բացարձակապես չեմ ասում։ Բայց չեմ ուզում արդարացնել, բայց Չէ, խոսքը եւ ի վերջո մեր մասնագիտությունը արդարացնելու կամ փնովելու մասին չէ։ Մենք քաղաքական ուժեր չենք, որ ինչ որ բաներ ասենք, կենսաթոշակը բարձրացնենք ընտրություններից առաջ կամ ասենք բան ենք անելու, կամ ասենք 300,000 աշխատատեղ ենք ստեղծելու։ Մեր գործը ուրիշ բանի մասին է։ դեպաբար ինչպես վարվել։ Ինչպես վարվել։ Ես կարծում եմ, որ հայկական կողմից հատկապես վերջի շրջանում չեն արվում, այդպես ասենք, սադրիչ քայլեր, հայտարարություն չեն, ավելին ասեմ, ամեն անգամ իրենց կողմից է, ռուսական կողմից է արվում։ Դժվար հարց եք տալիս, ինչպես անել, այո, դժվար հարց եք տալիս։ Պետք է ճիշտ հաշվարկ կատարել։ Պետք է ճիշտ հաշվարկ կատարել եւ ի վերջո իշխանություն են նաև այն իմաստով, որ իրենք են տիրապետում այդ ամբողջ ինֆորմացիային, իրենք կարող են ավելի ճիշտ հաշվարկ կատարել։ Հիմա եթե ճիշտ եք էլի հարցը դնում, ասում ենք, եթե ամեն անգամ 2013-ի մի գիշերում մենք որոշում կայացնենք, մեր երկրի պատմությունը վերածվելու է այդպիսի գիշերների։ Ամեն անգամ մի գիշեր մեզ կանչելու են, ասելու հանկարծ տենց բան չա, ու մենք լռելու ենք։ Այդ դրա մեջ տրամաբանություն կա։ Եթե հարաբերության այո, բերեք չկենտրոնանանք մենակ ռուսների վրա։ Իրենց մասը։ Այո, եւ երևույթի մասը։ Այստեղ կա նաեւ, գիտեք, Վրաստանի եւ Մոլդովայի փորձը։ 2008 թվականին կամ դրանից առաջ, չգիտեմ երբ որ վրացական գինիները արգելեցին, վրացիները եւ հետո մոլդովացիները հաշվարկ կատարեցին եւ մենք էլ պետք է կարողանանք հաշվարկ կատարել եւ քաղաքական որոշում կայացնել։ Քաղաքական որոշում հետեւյալի մասին։ Մենք պատրաստ ենք վճարելու այն գինը, որ մեզ հասցնելու է Ռուսաստանը, այն հարվածների գինը։ Մենք պատրաստ ենք, թե պատրաստ չենք։ Այդ հաշվարկը պետք է ճիշտ կատարել։ Դե ինձ թվում է պատասխանը ակնհայտ է։ Որն է։ Դե ըստիս Վրաստանը անգամից փուլում գուցե չի հաղթահարել այդ վախը, այսինքն էլի բոլոր տնտեսությամբ կապված է Ռուսաստանը։ Հա, բայց նաև ես սրանով չուզեցա ասել։ Բայց դրա այլ ընտրանքը։ Դրա չուզեց, գուցե այս ամեն ինչը պետք է ժամանակի մեջ արվի։ Գուցե ավելի երկարատև բանի վրա պետք է արվի այս ամեն ինչը, որ քայլերը շատ ավելի ցավալի չլինեն։ Ցավոք մենք ստրուկտուրալ իմաստով, կառուցվածքային իմաստով շարունակում ենք շատ լուրջ կախվածություն ունենալ Ռուսաստանից։ Հիմա անդադար Եվրոպա, Եվրամիություն են խոսում, բայց դրանից բերաններս չի քաղցրանում, էլի։ Մենակ եկեք բացենք, թե վերջի մի քանի տարիներին հայ-ռուսական ապրանքաշրջանառությունը քանի անգամ է ավելացել, եւ ինչքան է պակասել Հայաստան-Եվրամիություն ապրանքաշրջանառությունը։ Բայց նորից դա չի նշանակում, որ պետք է ստորադասել այդ հարաբերությունը եւ չգնալ այդ ուղղությամբ։ Դա չեմ ասում, այո, ասում եմ ընդհանրապես այս թվերի մասին։ Եվ ի վերջո, այս հարցերի պատասխանը նաև ուրիշ տեղ է։ Այս հարցերի պատասխանը Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մեջ է։ Եթե մենք ժամանակին ունեցած լինեինք տանելի հարաբերություններ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, մենք այս աստիճանի կախվածություն Ռուսաստանից երբեք չէինք ունենա, չունենալով ընդհանուր սահման։ Դրա համար ես ժամանակին շատ եմ կրկնել, որ Հայաստանի անկախության ճանապարհը անցնում է Թուրքիայով։ Շատերը սա ուրիշ ձև են հասկացել, մտածել են, որ մենք պետք է ստորադասվենք Թուրքիային, բայց իմ ասացի իմաստը որն է, որ եթե մենք ուզում ենք ունենալ անկախ պետականություն, պետք է սահմանները բաց լինեն, դա եմ նկատի ունեցել, եւ հիմա էլ դա նկատի ունեմ։ Եվ քայլերից մեկը հենց Թուրքիա եւ Ադրբեջանի հետ հարաբերություններ ունենալն է, եւ որպեսզի կարողանանք նաեւ այլ ընտրանքներ գտնել։ Շատ լավ, Թաթուլ, բայց ադրբեջանցիները եւ մանավանդ թուրքերը դա չեն հասկանում, որ ընդառաջ քայլ չեն անում։ Ի վերջո դա կնպաստի Ռուսաստանի ազդեցությամբ հասկանում են, բայց հավանաբար Հայաստանը իրենց արտաքին քաղաքական օրակարգում այնքան առաջնային չի, որ այդ քայլին գնան, այդ չակերտյալ ասենք զոհողությանը գնան։ Կամ գուցե տարածաշրջանը։ Հա, հիմա Թուրքիայի օրակարգում դուք Թուրքիան օրը-օրին ուսումնասիրող մարդ եք։ Ինչ եք կարծում, Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը կարա լինի երկրորդ տեղում, երրորդ, չորրորդ, 10-րդ տեղում էլ չկա, ախր էլի, եկեք ճիշտ հասկանանք դա։ Բայց եթե լինեին տնտեսական լուրջ փոխկապակցվածություններ, ուրիշ կլիներ։ Հիմա մենք գիտենք, չէ, ինչքան է կախված Թուրքիան Ադրբեջանից։
ինչ կարևոր ներդրումներ է անում։ Շատ հաճախ թերագնահատում են Ադրբեջանին, բայց իրականության մեջ մենք ուսումնասիրողներս գիտենք, չէ՞, թե ինչ կարևոր ազդեցություն ունի ոչ միայն Թուրքիան Ադրբեջան, այլ հակառակը։ Եվ շատերը երևի մենակ դա են ասում։ Հա։ Ադրբեջանական ազդեցություն։ Այո։ Ուզում եմ ասել, որ բայց շատ բարդ հաշվարկի բան է, պետք է շատ զգուշ լինել։ Մենք խոսում ենք մի պետության մասին, Ռուսաստանի մասին, որը Եվրոպայի ամենամեծ պետության 20%-ը գրավել է, եւ պետք է շատ զգուշ լինենք։ Բայց այս զգուշ լինելը չի նշանակում, որ մենք պետք է չդիվերսիֆիկացնենք մեր արտաքին քաղաքականությունը, մեր տնտեսական քաղաքականությունը, մեր ուրեմն ռազմական համագործակցությունը, որը իդեպ արդեն անում ենք, եւ ամենակարևորը մեր մտածողությունը։ Մեր մտածողությունն էլ պետք է մենք դիվերսիֆիկացնենք։ Դա ամենադժվարն է, այդ որ դուք սկզբում ասում էիք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին, չէ՞, շատերի համար շատ դիսկոմֆորտ իրավիճակ է հայ-ադրբեջանական հարաբերություններ ասելիս։ Ես դες ավելին ասեմ, կամ շոկային Բարդ թեմա։ շոկային թերապիայի ենթարկեմ, հա։ Դուք պատկերացնում եք Երևանի կենտրոնում Ադրբեջանի դեսպանություն։ Չէ, դժվար է, չէ՞ պատկեր։ Բայց կարա լինի, չէ՞։ Դες դրա համար ասացի, մենք ապրում ենք մի իրավիճակում, որ տեսականորեն հնարավոր են դարձել նաև նման զարգացում։ Այո, եւ դա ճանապարհը դրան է տանելու։ Ուրիշ ճանապարհ չկա, հատկապես այս աղետալի պարտությունից հետո։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Անի կենտրոնի ղեկավար լրագրող Թաթուլ Հակոբյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։